Փաստորեն խմբակցությունում բավականին շատ տարակարծություններ կան եւ ոչ մի ձևով այդ օրենքը նույնիսկ ներսում համաձայնության ով են նման բան ասում Դե քննարկում այս ամեն ինչի մասին է խոսքը Քննարկումը խոսում է դրա մասին որ նյութը շատ կարեւոր է դրա համար անընդհատ քննարկումներ են անցկացնում Իսկ դուք հարուստների եւ աղքատների բանակ չեք ուզում ստեղծել դրա Ես մանրամասն մի քանի անգամ պատասխանել եմ այդ հարցին Վաղը կհրավիրեմ լրագրողներին, եթե ժամանակ ունեք, կգաք էլի կպատասխանեմ ձեր հարցին։ Բացառում եք օրակարգից կհամբերում։ Աղքատների բանակ է լինելու, թե ոչ բացառ։ Իհարկե ոչ։ Հակառակը նախագծի նպատակն այն է, որ լինի բանակը բոլորի համար, ծառայեն նաև հարուստների հետ միջին խմբը։ Պարոն Տոնտյան, կարճ Որոշման մասին խոսք չի եղել, Ժորժ ջան, ուղղակի ինչպես ասել Նախագիծը կարող է հետ կանչվել Նախագիծը ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում եւ մինչեւ բոլոր մտահոգությունները չփարատվեն նախագծի հետ կապված նաեւ հանրային կարծիքը հաշվի առնում հանրային կարծիքը նախագիծը դեռևս քննարկման փուլում կգտնվի այս պայմանությամբ չեմ կարող ասել ինչ վարչարարություն կլինի առաջիկայում բայց կարող եմ ասել որ քննարկումները բովանդակային շարունակվելու Այսինքն չեղարկման Չէ, որևէ քվեարկում որևէ բան չկա, ընդամենը զուտ գիտական բովանդակային քննարկում է նախագծի բոլոր կետերի եւ բոլոր կարգավորումների վերաբերյալ։ Այս ինչպիսին է պարոն Խաչատրյան, հիմա ինչ է հետևելու այս նախագծին։ Քննարկելու ենք, հնարավորինս լավարկելու ենք, պետք է առավելագույնս այս նախագիծը լավարկվի։ Եվ եթե հասկանանք, որ մեր արժև դրված խնդիրները արդեն լուծվում են եւ հանրային կոնսենսուսներ կա եւ այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրության մեջ եւ մեր գործընկերները ունեին, այդ մտահոգությունները փարատված կլինեն, արդեն նախագիծը կգնա իր ընդունման ճանապարհով։ Գումարի հետ է կապված դա է քննարկելու թե ընդհանուր Դե ընդհանուր այնտեղ կետեր կա, որ հա շատ նորմալ եւ անհրաժեշտ կետեր են, հիմնական տարընկալումները եւ բազմակարծությունը որ կա, այս գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված։ Այսինքն այդպիսի հարց չի քննարկվել, որ այս քննադատությունները, այս հանրային հնչեղությունը հաշվի առնելով նախագիծը շրջանառությունից դուրս ամեն ինչ էլ քննարկվում է։ Քննարկման մեջ որևէ սահմանափակում մենք չունենք։ Կարող ենք քննարկել, որ նախագիծը գուցե ապագա չունի, դադարեցնենք քննարկումները, կարող ենք քննարկել, որ պետքա շուտ ընդունենք եւ հակառակը, բայց ասեմ հետեւյալը, խնդիրը կա, կան իրավահարաբերություն, կան հասարակական հարաբերություններ, որոնք թերի կարգավորված են եւ դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, որովհետեւ չկարգավորելու դեպքում մենք ազգային անվտանգության հետ կապված խնդիրները արդյունավետ չենք լուծում, այսինքն մեր բանակի զորահավաքային process-ը մենք ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք, լուրջ, ու այս նախագիծը շատ կարեւոր է, բայց նախագծում հոդվածներ կան, նորմեր կան, որոնք տարընկալումների կարիք ունեն, արժեքային տարընկալումների խնդիր ունեն, պետք է ասեմ, որ եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այո, այս նախագիծը այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսներն էլ, բանակի նյութական ռեսուրսներն էլ, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով, այս վիճակով նույնիսկ եթե ընդունվում, այդ բոլոր դրական էֆեկտները ինք ունի, բայց մենք ունենք նաև արժեքային ընկալման խնդիր, երբ որ ասում ենք փող քիչ ծառայություն, հա, դա արդեն մեր հանրությունը այստեղ շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է եւ հասկանալի։ Պարոն Խաչատրյան, կարող ենք ասել, որ այս նստաշրջանում այս հարցը չի ընդգրկվելու։ Չեմ կարող վստահ ասել, դա կերևա հերթական դժվար լինի, դժվարություն կլինի, որ դա այդպես լինի, ուրեմն ինչ որ հրատապ ռեժիմով մի նիստ պետք է անենք, բայց այս պահի դրությամբ քննարկումները դեռևս շարունակվում են եւ կարծում եմ, որ մեր падգամավորներն էլ պետք է իրենց առաջարկությունները, պատկերացումները ներկայացնեն այդ նախագծի վերաբերյալ, այդ մեջից ընտրվի ամենադրականը, ամենաարդյունավետ կարգավորումները ներառենք նախագծի մեջ, հետո նորից քննարկենք։ Սա այնպիսի կարևոր նախագիծ է, որ ինչքան երկար քննարկենք, այնքան հաստատ ավելի արդյունքը դրական կլինի։
Կարելի է ասել նաև, որ միջև ընտրությունները չեք շտապի, որովհետև ինքը բավականին աղմկահարույց է եւ հասարակության կողմից կարող է ձեզ ի վնաս աշխատել։ Կարող է, այո, ի վնաս աշխատել ընտրական process-ներում, բայց առաջնահերթությունը մենք տալիս ենք ազգային անվտանգությանը եւ բանակի ռեսուրսների ավելացմանը։ Եթե մի բան անհրաժեշտ է մեր զինված ուժերին, արդեն մենք չենք նայի դա մեր ընտրական ինչ-որ process-ներին վնասելու է, թե չէ։ Նա ավելի գերակաշահ է, քան ընտրական process-ները։ Շնորհակալություն։ Ինչ որոշման եկա, կարծիք։ Այստեղ որոշումների մասին չի խոսքը։ Քննարկել ենք մեծ հուզով բազմաթիվ հարցեր։ Փողով բանակից Այստեղ փողով բանակից ազատվելու նախագծի մասին չի խոսքը։ Մեր երկրի անվտանգության եւ պաշտպանունակությանը վերաբերող հարցեր են քննարկել, որը շատ բնական է։ Բայց արդյոք համակարծիք չեն քաղաքացիական պայմանագրում բոլորը այս նախագծի հետ քննարկումներ կան։ Երբ որ հեղինակը կդնի շրջանառության մեջ, ասիկը դրված է, ամսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստ, դուք ավելի տեղեկացված կլինեք, ինչի մասին է խոսքը։ Բայց ինչ է կարծում, որ հանրային տեսանկյունից սա ընկալվում է որպես բանակը դարձնել աղքատների բանակ։ Ես կարծում եմ, որ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարան կյանքի կոչվեն։ Եվ դեռ քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է, դեռ պետք է անցնենք քննարկումների բավականին երկար ճանապարհ։ Այսինքն այս նստաշրջանում չի լինելու Ես չեմ կարող ասել հեղինակին պետք է տակ այդ հարցերը։ Կանոնակարգ օրենքը ունի գործող ընթացակարգեր։ Ազգային ժողովի պատգամավորը նախաձեռնել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել, դրել է շրջանառության մեջ։ Դուք գիտեք, երբ որ ես բացակայում էի հանրապետությունից, Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը արտահերթ նիստ էր դրել հենվելով օրինագծի հեղինակի գրավոր ուրեմն առաջարկին։ Այդ նիստը տեղի չունեցավ, չեղարկվեց, չէ՞։ Բոլորը այստեղ եք եղել։ Հիմա ինչու՞մն է խնդիրը։ Բնականաբար, եթե հեղինակը ցանկանա, որպեսզի հարցը քննարկվի հանձնաժողովում, եթե հետ չքաշի, իր օրենսդրական նախաձեռնությունը հունիսի 9-ին բնականաբար ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը քննարկեց հարցը։ Դուք ինչ եք կարծում հասարակության տեսանկյունից այս պահին պաշտպանության կամ ոլորտի հետ կապված սա խնդիր լուծում է, պարոն Քոչարյան։ Հասարակության տեսանկյունից մենք պետք է ունենանք ժամանակակից բանակ, այսինքն մեր բոլոր ռեֆորմները պետք է նպատակադրված, ուղղված լինեն այս խնդիրների լուծմանը։ Բայց եթե MC իրավիճակ առաջացել, որտեղ մենք պետք է խնդիրներ լուծենք, իսկ մենք նաև օրենսդրական ճանապարհով, նաև որոշակի խնդիրներ լուծելով գնում ենք այն ռեֆորմների տրամաբանությամբ, ինչ որ նախատեսված է կառավարության ծրագրի մեջ։ Որևէ լուծում տալիս է, Որ լուծումի մասին է ուզում որևէ լուծում։ Տեսեք, ասում եք բանակից պետք է ազատվեն որոշակի գումարի դիմաց։ Հիմա Ես չեմ ասում, հեղինակն է ասում։ Չէ, երբ որ հեղինակին դուք հարցնեք, հարցրեք, այդ հիմնավորումները ինչքանով են ապացուցված, ինչքանով են հիմնավորված։ Դուք հիմա ինձ հարցնում եք հանձնաժողովի որպես նախագահի շրջանառության մեջ դրված օրինագիծը ինչ ընթացակարգերով ուրա հասնելու։ Դա ոչ մեկ չի կարող ասի, որտեղ ընթացակարգերը հստակ նախատեսում են շրջանառության մեջ դնել, դրանից առաջ ունենալ լայն քննարկում, ինչքան հնարավոր է մեծ կոնսենսուսի պարագայում, որովհետև այսպիսի հարցերը հուզում են մեր հասարակության բոլոր շերտերը։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում ապրող մեր ազգաբնակչության մոտ նույնպես հարցեր են առաջանում։ Հանձնաժողովի նիստում, եթե հեղինակը թողեց շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ հունիսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստ։ Եթե հանեց, ուրեմն չի լինի հանձնաժողովի նիստ։ Ուրեմն կշարունակենք քննարկումները, բայց որ քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ կամ այո կամ ոչ, դա է ճանապարհը։